Իհարկե սիրելիներս, ես իմ պարտքն եմ համարում միշտ վկայել եւ այս երևույթի մասին ես գրել եմ իմ գրքերի մեջ երկու լեզուներով, նաեւ շատ հաճախ ասել եմ այդ մասին, բայց կուզենայի նորից ձեզ հիշեցնել, թե որքան կարեւոր է Աստծո նկատմամբ ունեցած մեր վստահությունը եւ հավատքը։ Աստված փնտրում է դա ընդհանրապես, որպեսզի դուք վստահեք իրեն ամեն ինչում։ Եվ ահա, ինչու ես պետք է լինեի այս շատ էքսպերտ բժիշկների շրջանում 1994 թվականին Լոս Ալամոսի ատոմային այս էներգիաատոմային ռումբի կառուցման լաբորատորիայի կլինիկայում, որտեղ գինեկոլոգները ինձ ստուգեցին, գիտնական մարդիկ, եւ ահա հայտարարեցին, որ իմ երեխան, որը այդ ժամանակ 3-4 ամսական էր, չծնված երեխաս, իրենք հայտարարեցին, որ ահա ընկերքը մահացած է։ Շատ այդ անալիզներ էին անում եւ այնտեղ շատ կարեւոր կոնֆլիկտ կար արյան եւ ասացին, որ երեխան մահանում է եւ որից հետո անմիջապես ես կստանամ արյան վարակ եւ կմեռնեմ եւ անմիջապես խորհուրդ էին տալիս աբորտ, արհեստական վիժեցում եւ ես հրաժարվեցի, ոչ միայն հրաժարվեցի, այլև այդ հեղինակավոր բժիշկների դեմքին ասացի մի բան, որ իրենք մնացին ապշած եւ ինձ դրեցին մտային հիվանդ խելագարի տեղ։ Բանն այն է, որ իմ ամուսնու պսակից հետո 1993 թվականին օգոստոսին մենք դրանից հետո սեպտեմբերի 8-ին Աստվածամոր ծննդյան օրը այն ժամանակ մենք Հայաստանում էինք եւ գնացինք Էջմիածնի Աստվածածին եկեղեցին նշելու Աստվածամոր ծննդյան օրը։ Եվ երբ որ մենք վերադարձանք, իմ տան մեջ նստած բազմոցին հանկարծ իմ աչքի առջև կայծ կլտացող, ինչպես թե շողերի մեջ, ինչպես թե արևի հատիկներից բաղկացած վարդարան երևաց աչքիս, տեսա վարդարանի եւ շատ զարմացա, որ ահա ինչ տեսիլ էր սա, Աստված հենց այնպես չի երևում, ես ձեզ արդեն ասել եմ։ Եվ մի քանի օր հետո ես հասկացա, որ ահա ես երեխա ունեմ իմ մեջ եւ հասկացա, որ դա այդ վկայությունն էր, որ այդ երեխան օրհնված է շատ, ծնվում է հատուկ օրհնության տակ եւ ես արդեն պատրաստ էի հասկանալով, որ սա հատուկ տրված երեխա է, որից հետո մենք տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ եւ ահա 3 ամիս անց ինձ ասում էին, որ երեխան մեռնում է, ընկերքը սպիտակած է, չգիտեմ ինչպես էին իրենք, ես գիտեի, որ իրենք ճիշտ են ասում, գիտեք, որովհետեւ ցավեր ունեի շատ, բայց ահա սեպտեմբերի 8-ին ես տեսել եմ այդ տեսիլը, հայտնաբերել եմ, որ երեխա կա իմ մեջ եւ երբ որ իրենք վերջնականապես որոշում էին, թե ես ինչ պետք է անեմ աբորտի հարցում, այդ կլինիկայում մի քանի բժիշկ կանգնած, ես իրենց ասացի, իմ երեխան կծնվի առողջ եւ կծնվի հունիսի 8-ին։ Իրենք ոչինչ չասացին, բայց ես հասկացա, որ սարսափելի իրավիճակ էր, որովհետեւ իրենք ի վերջո համոզվեցին, որ ես մտային հիվանդության կամ ինչ-որ մի պակասություն ունեմ, բայց իհարկե այդ ամուսնու ծնողները շատ բարկացած էին եւ մայրը մանավանդ հիստերիայի մեջ էր, ինչպես այդ կինը համարձակվում, այդ տգետը սովետից խայտարակեց ինձ այս բժիշկների առաջ
ինչ հունիսի 8-ի մասին է խոսում, երբ որ իր կյանքը վտանգի տակ է եւ մենք պատասխանատու ենք դրա համար, ես իրենց ասացի, ես կհեռանամ ձեր տնից, տվեք ես ստորագրեմ, որ դուք պատասխանատու չեք ինձ համար, ես կգնամ փողոցում կապրեմ, ես չեմ կարող ձեզ լսել։ Իմ երեխան կծնվի առողջ հունիսի 8-ին։ Սեպտեմբերի 8-ից մինչև հունիսի 8-ը անում է 9 ամիս։ Այնքան վստահ է։ Աստված ինձ այնպես տեսիլ ցույց չի տալիս, եւ ինչպես ինքը գիտեր։ Ապշեցուցիչ չէ դա։ Ինչպես գիտեր, որ այս երեխայի գլուխը պետք է փորձեն ուտել։ Եվ ցույց տվեց ինձ այդ տեսիլը։ Եվ ես հրաժարվեցի գնալ գինեկոլոգիական այդ ստուգումի, որը անհրաժեշտ է ամիսը գոնե 1 անգամ պարտադիր է Միացյալ Նահանգներում։ Ես ասեցի տվեք ամեն ինչ ստորագրեմ եւ թողեք ինձ հանգիստ։ Ես չեմ լսելու ձեզ, եթե անգամ մեռնելու լինեմ։ Եվ ես հրաժարվեցի գնալ այս գիտական կլինիկան կամ ուրիշ կլինիկա, որը նորից շատ մեծ անհանգստություն էր այս ծնողների համար, որտեղ իրենք ստիպված էին վարձել բժիշկ, որ գա տուն։ Ահա ստիկինը սովետից եկած։ Ես հիմա հիշում եմ եւ մնում եմ ապշած իմ համարձակության վրա եւ այդ մարդկանց համբերության վրա, որոնք ամեն վարքյան սպասում էին, որ ահա պիտի լսեն, որ ես գիտակցությունս կորցրել եմ, ընկել եմ, արհեստական վիժում եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց փառք Աստծո, որ այդ բժշկուհին, որ տուն էր գալիս, ես ի վերջո հեռացա այդ կնոջ տնից, մեծ տներ ունեն իրենք, բայց ես չապրեցի իրենց հետ, ես իմ ազատությունը եւ իմ հոգեվոր զգացողությունը ոչինչ չէի կարող փոխել։ Ես ունեի կենթանի Աստված։ Եվ ահա այդ կինը, այդ բժշկուհին Բարբարա անունով կաթոլիկ միանձնուհի էր նախկինում, այս սարսափելի մոդեռնիզմից փախել էր եւ հիմա փաստորեն զբաղված էր այդ գինեկոլոգիական հարցերով, տներ էր գնում, օգնում էր մարդկանց ազատվել, կանանց ծննդաբերել էր, նաեւ գնացել էր Հնդկաստան։ Հնդկաստանում աշխատել էր մի քանի տարի փողոցներում։ Շատ մտերմացանք Բարբարայի հետ, եւ որ ես ասում էի, Բարբարա հունիսի 8-ին է ծնվելու հանգստացիր, ինքը ծիծաղում էր։ Վայ Աննա, ասում էր, քեզ նման մեկը ես կյանքում չեմ տեսած։ Եվ վերջին անգամ մայիսի 20-ին ինքը 100%-ով ասաց կծնվի մայիսի 20-ին, Աննա ջան արդեն լրիվ պատրաստ է։ Ասա չէ, Բարբարա ջան, հունիսի 8-ին է ծնվելու։ Եվ ահա ծնվեց իմ դստրիկը հունիսի 8-ին, ծնվեց եւ չլացեց, շատ անհանգստացա, ասաց ինչու չի լացում։ Ասաց Բարբարան ասաց ինչու պիտի լաց լինի։ Ծնվում է տան մեջ, ես հիվանդանոց չգնացի տանն եմ ծննդաբերել։ Եվ իսկապես, երբ որ ընկերքը ընկավ, Բարբարան ցույց տվեց ինձ։ Ասում է, գիտես, որ հրաշք է կատարվել։ Բժիշկները ճիշտ էին ասում, ընկերքը սպիտակ է լրիվ։ Մահացած է ընկերքը, ինչպես է այս երեխան սնվել։ Եվ դրանից հետո ինքը մեզ այցելում էր։ Եվ տեսնում էր եւ ահա նորից բժիշկներին հանգիստ չէին թողնում այս ամուսինու ծնողների միջոցով, ասելով, որ եթե անգամ երեխան ծնվել է, նա ունենալու է մտային պակասություն եւ ահա պետք է գլխից սրսկել։ Ես նորից սորսափեցի, ասի գիտեք ինչ, ձեր բժշկագիտությունն էլ, դուք էլ, երիսանցիր սատանա, ասի ոչ։ Իմ երեխան արդեն իսկ երևում էր իր ռեակցիայից։ Ահա, մի ամսական էր, ես ոտիկները ծալում էի, հենում էի ինձ վրա, չոքած լիներ ինքը։ Եվ աղոթում էի Վարդարան, եւ դուք տեսնայիք ինչ ուշադրությամբ լսում էր այդ փոքրիկը։
մի հրաշք երեխա էր, ես կարող եմ ասել։ Ես երբեք չեմ հիշում նրան լացելիս, կրծքով կերակրել եմ 3 տարի, երբեք չի հիվանդացել, երբեք ներվային ինչ-որ բաներ կամ հիսերիաներ ես չեմ տեսել, լուր առաջի օրվանից մենք գնում ենք Իրաքի օրերը եկեղեցի եւ նա հասկանում էր, որ եկեղեցում բացարձակապես ինքը չի կարող ձայն հանել եւ փաստորեն իրապես դա մի հատուկ երեխա էր, Աստծո նվեր եւ ոչ միայն նա մտային հետա մնաց չէր, այլև այնքան մեծագույն ուշտվածություն ուներ հանճարեղ 4 տարեկանից արդեն ինքը գրում էր հայերեն եւ անգլերեն 5 տարեկանից արդեն պրիսկոլ էր գնում, հայկական դպրոց տվեցի բոլոր ուրեմն դասերը գերազանցով ավարտեց աշխարհի ամենադժվար համալսարանը ընդունվեց Կորնել, Ivy League համալսարանը, շատ ուժեղ էր մաթեմատիկայից, economist, bachelor's degree եւ MBA, master's degree ավարտեց եւ անմիջապես անցավ շատ կարեւոր աշխատանքների։ Եվ հիմա էլ փայլում է ամեն ինչով։ Հա, սիրելիներս, իմ ինչպեսի դժբախտություն կլիներ, ինչքան ես կզրկվեի այս երջանկությունից, եթե ես լսեի գիտության այս բացարձակ վետոյով իրենց խոսքը, որ իրենք են ահա, ում են ներկայացնում, ես ներկայացրի Աստծուն, բայց իրենք գիտական այս անալիզների վրա ճիշտ է ասում էին ճիշտը, բայց ահա պահանջվեց մեծ հավատք, ես ռիսկի չեմ դիմել, ես 100%-ով գիտեի, ես այդ տեսիլը տեսա, այդ երկնային տեսիլը տեսա սեպտեմբերի 8-ին, եւ այդ երեխան ես գիտեի, որ դա Աստվածամոր նվերն է, եւ իսկապես նա Աստվածամոր նվեր է ինձ, ես չեմ զգում ոչ տարիք, ոչ հիվանդություն, ոչ նեղություն, ինչու, որովհետեւ իմ այդ դուստրը կորոնավոր երեխա է, զբաղված է միայն իր մորը, ինչպես թե իր աղոթքներով պահելով 24 ժամ, եւ դա է, ծնողի երջանկությունը դա է, մենք ծեր հասակում ապրում ենք մեր երեխաների սիրով, հոգատարությամբ եւ աղոթքով, հիմա դուք տեսաք, որ ահա Աստծո հավատքը ձեզ կդարձնի, ինչպես թե այս նյութական աշխարհից եւ գիտական բոլոր իրենց տվյալներից, հետազոտություններից, իրենց գտած այս դիագնոզներից շատ ավելի վեր է, սիրելիներս, Աստծո հավատքը։ Եվ նրանք ովքեր հիվանդ են կամ նրանք ովքեր բացարձակապես կուրորեն հավատում են բժշկությանը, թող լսեն իմ խոսքերը եւ թող հասկանան, որ Աստված ամեն ինչը գիտի, վստահեք իրեն, հասկացեք իր կամքը եւ հավատքով, նվիրումով կատարեք միայն իր կամքը։ Ամեն։